Գողությունը թաքցնելու միայն մեկ ճանապարհ կա։ Իր շաբաթօրյա ելույթում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը, պարզաբանելով, որ փորձ է արվում այդ գողությունը ներկայացնել որպես արդարություն, որպես հոգատարություն նկատի ունենալով ներկայիս կառավարությանը եւ այն պատկերը, որն առկա է հայի կյանքում։ Բագրատ Սրբազանը շեշտեց այն պատկերը, որն անխուսափելիորեն առկա է մեր կյանքում, այս է. գողացած մեր կյանքից, հոգուց, գողացած մեր հայրենիքը եւ գողացած հազարավոր կյանքեր։ Եվ ուզում եմ ես վերստին գնահատել մեր հայրենակիցներին, իմ շատ սիրելի ժողովրդին։ Այս օրերին դուք ցույց տվեցիք եւ ցույց եք տալիս, որ դուք ձգտումն ու ցանկությունն ունեք, այո, քաղաքակրթական իմաստով, արժեքային իմաստով փոփոխություններ բերելու մեր կյանքում։ Անդրադառնալով այն մարդկանց, որոնք իրենց անվստահությունը, հանձնառությունն են հայտնում հրաժարվելով ճահճի մեջ ապրելուց, Բագրատ Սրբազանը նշեց, որ դրանք ֆիզիկապես ներկայացող, տեսքով, խոսքով, մաղթանքով մարդիկ են։ Արժանապատիվ, պատիվ ունեցող մարդիկ են, որոնք ոչ մի բանից չեն վախենում։ Ոչ ունեցվածքը, ոչ գործը կորցնելուց, ոչ որևէ այլ բան, քանի որ հասկանում ու պատկերացնում են, որ ավելի մեծն են կորցնում։ Եվ մենք, այո, այդ գողին, այդ չարիքին, հուդային, մատնիչին, մեր կյանքի ուրացողին հեռացնելու ենք։ Եվ դա, ինչպես միշտ ասել եմ, մոտ է, շատ մոտ, սիրելի ժողովուրդ։